Քարոզարշավի վերջին 3 օրերը լի էին վիրավորանքներով, Ռոբերտ Սերջը եւ մյուսները եղան ընդառաջումներ, 13 բան, այլ տրվում է 6 բան։ արճակատումներ եւս։ Ուրեմն ասում եմ հետեւյալը եւ բացատրում եմ։ Այս Ղարաբաղի պսևդոէլիտաները հռադելն են ստեղից գնան ընդհանրապես։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այս օրերին Երևանում էր։ Քաղաքացիների կողմից ոչ միշտ ջերմ ընդունելությունների արժանացան։ Մի քիչ ցածր խոսացեք։ Դե մի եկեք ցած Ձեր դեմը ոչ Սերժ կա, ոչ Քոչարյան, որ տենց կեղտում խորոց են, դուք էլ մատ թափտած։ դուք եք կանդե։ Փաշինյանը կրկին անդրադարձավ Քոչարյանին, Ծառուկյանին, Սարգսյանին ու Կարապետյանին։ Այսօր էլ ուղիղ սպառնաց սատկացնել ընդդիմախոսներին։ Ռոբիտ կզացնելու եմ, շոքացնելու եմ, սատկացնելու եմ, կանտացնելու եմ, կզացնելու եմ, սատկացնելու եմ։ Անդրադարձավ տարածված տեսանյութին։ Հələ փսլինքներին նա, էլի, ուրեմն սենց մասկեքը հակել են, իբր իրանք ուժեղ տղեկ են, այ համբալներ։ Նախորդ օրերին ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածու տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը տեսազանգով քարոզարշավ արեց։ Ոնց եք։ Լավ ենք, պարոն Կարապետյան։ Դուք ինչպես եք։ Ես շատ լավ եմ։ Դաշինքը Արմավիրում եւ Երևանում էր մայիսի 12-ին քաղաքացիական պայմանագրի քարոզարշավը խոչընդոտելու համար ուժեղ Հայաստանի 6 աջակից կալանավորվեց։ Կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանն էլ բնակարան խոստացավ 5 երեխա ունենալու դեպքում։ Ընտանիքը ստանում է բնակարան մայրիկի անունով, որ մամաները կառավարեն, կիսուրները չէ։ Հայաստան դաշինքն էլ քարոզարշավի վերջին 3 օրերը անցկացրեց Կոտայքում եւ Երևանում։ Վիրավորանքներին վիրավորանքով պատասխանեց։ Այդ հարբեցող ծաղարացուի իմ բառերը չի։ Ինք սիրեց այդ բառերը, որովհետև Ալիևը դա ասել է, ինք չի ակադարձել։ Ժողովրդին խնդրեց գնալ կառուցողի, ոչ թե քանդողի հետևից։ Լուսավոր Հայաստան կուսակցությունն էլ այս օրերին մայրաթոռ էր գնացել։ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ սահմանադրությամբ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Մենք հունիսի 8-ին որպես պետություն պետք է ներողություն խնդրենք հայ առաքելական Սուրբ եկեղեցուց։ Բարգավաճ Հայաստանի Գագիկ Ծառուկյանն էլ տառաճանաչ չլինելու մասին կարծիք հայտնեց։ Որ հասկանային, այդպես թղթերի տակ, պայմանագրի տակ չէին ստորագրի, իվնաս Արցախի, իվնաս մեր երկրի, մեր ժողովրդի, մեր Երևանի, մեր Սևանի։ Միասնության թևերի թիմը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց այսօր։ Դրանից առաջ Թաթոյանը թոշակի անցած մասնագետների համար ծրագիր էր խոստացել։